Նախ բենզինի մասով ասեմ, Վրաստանում թուրքերը չեն գանձվել, որտեվ քաղաքական միանգամվա բան էր, էլի։ Օրինակ հիմա գնանք Վրաստան նայենք, ասենք, Սոկարում բենզինը, վրացական, ասենք, ցանկացած բենզալցակայանում, ինչ գին է, այդ գինը սպասվում է ստեղ, ասենք, պետք չէ այդքան թռվռալ դրա համար, եւ այդտեղ ես այդ բենզինի գինը, բենզին գնելը բանը ես չեմ նայում միայն գնային կոնտեքստում, ես նայում եմ նաեւ, որ այս գործողությամբ մեր իշխանությունները ասում են նայեք ժողովուրդ դուք եք ըստ էության իմ նման, երբ որ դուք ինձ մեղադրում եք, որ ես չեմ պաշտպանում ինքնասիրությունը, մեր ազգի պատիվը, բանը, բայց դուք եք նույնն է, էլի չգնացիք արագ այդ բենզինը։ Դա չեք շատ։ Այսինքն հասկանաս, այդ բոլոր եղած էմոցիան դրանով կոտրվում է։ Մարդիկ սկսում են քննարկել գինը։ Մարդիկ չեն ասում, որ ախպեր ջան, բայց իրանց բանտերում մարդիկ ունենք։ Իրանց բանակը դեռ մեր դեմ պատերազմ մղելու պլաններ ունի։ Մեր տարածքներն օկուպացված են։ Հազար ու մի հարց կա, չէ՞, դեռ այդ հարցերը չի բան եղել։ Եվ մարդիկ մտածում են, ասում են, պետական հիբրիդային որպես զոհ եմ ասում։ Այ եթե մենք գնենք իրանց բենզին, իրանք չեն ուզենա մեր վրա հարձակվեն։ Այսինքն Ուկրաինան չէր գնում ռուսական գազը, տրանզիտը չէր անցնում այդ կողմով, բանը Եվրոմիությունը հիմար են, որ ասում են մենք ոչ մի ռուսական բան չենք գնելու, որովհետև պատերազմի մեջ են Եվրոմիությունը։ Եվրոմիությունը ոչ մեկ չի մտածում, որ շատ ռուսական գազ առնեն կարող է մեր վրա չհարձակվեն։ Մենակ ձեր մտքով է դա անցել։ Արեք, գնեք։